եթե մենք բացենք մեր սոցցանցերը, մենք կտեսնենք, թե ինչ ահավոր տեղեկատվական եւ հիբրիդային ճնշման տակ է գտնվում Հայաստանի Հանրապետությունը, ընդ որում թե ներսից, թե դրսից։ Հիբրիդային պատերազմը նաև ազդում է ներքին ուժերի վրա, ներքին ուժերն իրենց հերթին հանդիսանում են անկախ իրենցից ակամա թե հատուկ են անում, դա արդեն կարևոր չէ այս պահին, էլի։ Տեսնում ենք, որ իրենք էլ են դառնում այդ հիբրիդային պատերազմի, տեղեկատվական պատերազմի մասին ու անգամ այդ իրար ատելը համերաշխությունից խոսեցինք, այդ համերաշխության բացառումը հիբրիդային պատերազմի նպատակներից մեկն է, հիմնական նպատակներից մեկն է, որպեսզի ազգի մեջ վերացնեն հենց համերաշխությունը, մեկը մյուսին ատեն, մեկը մյուսի հետ քաղաքական հայացքներով պայմանավորված իրար հետ ընդհանրապես շփումները բացառեն։ Օրինակ իմ համար կոնկրետ քաղաքական իմ հայացքներին հակառակ լինելու ուղղությամբ որևէ մեկին չբարևելը կամ որևէ հին ընկերոջ տեսնելը չբարևելը կամ անգամ նստել հետը մի բաժակ սուրճ խմել խորտ